Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակած կրակոցներին։ Ժան-Նոել Բարոն իր մտահոգությունն է հայտնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, եւ ինչ է ասել Ֆրանսիայի արտգործնախարարը։ Ժան-Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսեմբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների այդ հավաքը, եւ նրա հնչեցրած մեղադրանքները շատ հասցեական էին, մեջբերեմ նրա խոսքերը, ինչ վերաբերում է Ադրբեջանի, ես մտահոգված եմ սահմանում լարվածության աճին, եւ հայտարարել է, որ այս կապակցությամբ անհրաժեշտ է հասնել դրան, որպեսզի եվրոպացի դիտորդների առաքելությունը ընդլայնվի եւ դիտորդները կարողանան լծակներ ունենան զսպելու այդ լարվածությունը։ Եվ նաև հստակ պահանջ է ներկայացրել Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղ համաձայնագիրը եւ ազատ արձակել բոլոր գերիներին։ Բաքվում իհարկե շատերի դուրը չի եկել այս հայտարարությունը եւ Բաքվի անունից լիազորված է եղել պատասխանելու արտգործնախարարության մամլոխոսնակ Այհան Հաջիզադեն, ով Ֆրանսիային է մեղադրանքներ ներկայացրել, թե Ֆրանսիան զինում է Հայաստանին, թե հակաադրբեջանական քայլեր է իրեն թույլ տալիս եւ հետաքրքիր հանգամանք խաղաղ համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումը Այհան Հաջիզադեն անվանել է ընդամենը մեջբերում եմ խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքում արձանագրված պրոգրես, ընդամենը, կարծում եմ դա տարբեր բաներ են։ Եվ ինչն էր իսկապես նորություն, որ նոր նախապայման է Բաքուն առաջ քաշում համաձայնագրի ստորագրման հետ կապված։ Թվարկելով մինչ այդ մեզ հայտնի նախապայմանները, Այհան Հաջիզադեն նաև հայտարարել է, որ որպես պայման Ադրբեջանը դիտում է այն, որ երրորդ երկրները, այդ թվում նաև Ֆրանսիան, պետք է դադարեցնեն իրենց դեստրուկտիվ միջամտությունը։ Թե ինչ են պատկերացնում դեստրուկտիվ միջամտություն ասելով դա իրենց գործն է, համենայն դեպս մինչ այժմ հնչեցված նախապայմաններում այսպիսի կետ կարծեմ չի եղել երբեք։ Վերջին շաբաթներին Բաքվի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարծես թե ել ավելի են լարվել, ինչն է պատճառը։ Այո, դե լարվել էին դեռ այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել էր հակաֆրանսիական բացահայտ սադրիչ քայլերը, երբ այսպես բաց աջակցություն էր ցուցաբերում Ֆրանսիայի կազմի մեջ մտնող տարածքների անջատողական շարժումներին, հա, եւ Գվիանայում, եւ Մարտինիկայում, եւ Կորսիկայում, եւ Նոր Կալեդոնիայում ֆինանսավորում էր, նպաստում էր, աջակցում էր անջատողական շարժումներին, որպեսզի նոր խնդիրներ ստեղծի Ֆրանսիայի համար։ Այսպես ամենաբացահայտ միջամտությունը Նոր Կալեդոնիայի դեպքում էր, երբ արհեստականորեն հրահարված բախումների արդյունքում 5 զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորեր արձանագրված։ Վերջին շաբաթների ընթացքում նոր սադրիչ քայլեր Բաքուն իրեն թույլ տվեց։ Մասնավորապես Նոր Կալեդոնիայի մայրաքաղաքում հակաֆրանսիական ցույցում կրկին ադրբեջանական դրոշներ բարձրացան եւ կրկին այդպես կոչված Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող այդ միավորը, որը բացահայտորեն ֆինանսավորվում եւ ղեկավարվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, առաջարկեց Փարիզին իր միջնորդի առաքելությունը Նոր Կալեդոնիայի հետ բանակցություններում այդ շրջանի Ֆրանսիայից առանձնացման պայմանների վերաբերյալ։ Դե այսպեսի բացահայտ սադրանքին Փարիզը չէր կարող չպատասխանել։ Բացի այդ Ադրբեջանի մեջլիսի падգամավորները հայտարարեցին, որ այսուհետ եւս աջակցելու են Կորսիկայի այն ուժերին, որոնք ձգտում են ինքնորոշման եւ Ֆրանսիայից անջատմանը։ Դրա հետևանքը եղավ այն, որ ապրիլի 10-ին Ֆրանսիայի ազգային ժողովում ընդունվեց բանաձև, որը դատապարտեց Ադրբեջանի միջամտության փորձերը եւ այդ խորհրդարանական նիստում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ կարող են ապացուցված համարել այն, որ Ադրբեջանն է օգտագործում իր ունեցած լծակները ֆրանսիական այդ տարածքներում իրավիճակը ապակայունացնելու համար եւ թվարկեց այն գործիքները, որի միջոցով Ադրբեջանը դա անում է։ Դա եւ ուղիղ ֆինանսավորում եւ այսպես թվային գործիքներ, այդ թվում նաեւ կիբերհարձակումներ, տեղեկատվական մանիպուլյացիաներ եւ այլն։ Արտյոմ, իսկ ինչով կարող է Բաքվին պատասխանել Փարիզը։
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի տարածքների հարցերով նախարար Մանուել Վալսը շատ հստակ հայտարարեց, որ շատ շուտով Փարիզը կոշտ քայլեր է ձեռնարկելու ի պատասխան Ադրբեջանի այդ սադրիչ գործողությունների։ Հիշեցնեմ, անցած տարի Ֆրանսիայի Սենատում ստեղծվել էր հատուկ ժամանակավոր հանձնաժողով, որը լիազորված էր հետաքննել Ադրբեջանի միջամտությունը Ֆրանսիայի գործերին, այդ անջատողական շարժումներին աջակցություն ցուցաբերելով վերաբերյալ, եւ արդյունքում տարածվեց 357 էջանոց զեկույց, որում շարադրվում էին բոլոր այն ապացույցները, թե ինչ է Ադրբեջանը արել այդ դրա համար, եւ բոլոր այն առաջարկները, թե ինչ պետք է անի Ֆրանսիայի իշխանությունը Ադրբեջանին հակահարված տալու համար։ Այս փաստաթուղթը ուներ բաց եւ փակ հատված, հավանաբար այդ փակ հատվածը երբեք մեզ հայտնի չի էլ լինի, բայց ոնց հասկանում եմ Ֆրանսիայում հակված են այդ փակ հատվածում շարադրված առաջարկներին ընթացք տալ։ Եվ թե ինչ տեսք կարող են ունենալ այդ քայլերը, առայժմ դժվար է ասել, բայց միջուկային գերտերություն Ֆրանսիան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան, կարծում եմ իր գործիքակազմում կկարողանա գտնել այսպես գործիքներ, որոնց Բաքվին համոզիչ կթվան։ Շնորհակալություն, Արծուն։